Բարև ձեզ լուր պլյուսի սիրելի հետևորդներ, այսօր խոսելու ենք մեր կյանքում առկա 3 անհամեմատելի թեմաների մասին՝ երեխաների, փողի և անտարբերության։ Առաջին հայացքից թվում է, թե դրանք միմյանց հետ կապ չունեն, բայց իրականում դրանք միահյուսված են մի ողբերգական շղթայով, որի վերջին ամենախոցելի ամենաթույլ օղակը ցավոք երեխան է։ Արդեն մի քանի օր է, ինչ մեր բոլորի հայացքները սևեռված են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղին։ Հոկտեմբերի 27-ից այնտեղ որոնում են 3 տարեկան Տիգրանին։ Հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ, կամավորներ քաղաքից ու գյուղից փնտրում են փոքրիկին։ Մենք բոլորս անհանգիստ ենք, բայց ոչ միայն անհանգիստ։ Ոչ, անհանգստությանը զուգահեռ մենք սկսել ենք մեր սեփական հետաքննությունը։ Ոչ թե փակ սենյակներում իրավապահների հետ, որտեղ մեր վարկածները գուցե ինչ-որ օգուտ տային, այլ սոցիալական հարթակների բաց հրապարակում, որտեղ ամեն մի խոսք գնդակի պես թռչում ու խոցում է առաջին հերթին հենց երեխաների հարազատներին։ Մենք վերածվել ենք դատավորների ու դատախազների, մենք, որ տեղեկություն չունենք, տեղեկության չենք տիրապետում, որ ապացույցներ չունենք, անխնամ մեղադրում ենք։ Ումից ենք սկսում։ Իհարկե, ծնողներից։ Անուշադիր են եղել, անհոգ են եղել, անպատասխանատու են եղել։ Մենք օգտվում ենք խոսքի ազատության մեր իրավունքից, բայց կարծես մոռացել ենք, որ այդ ազատության կողքին, այդ իրավունքի կողքին կա նաև պատասխանատվություն։ Արդյոք պատկերացնում ենք, թե ինչ է զգում մի հայր կամ մի մայր, որը կորցրել է իր երեխային ու հիմա սրտի թրթիռով որոնումներին հետևելու հետ պետք է կարդա հարյուրավոր մարդկանց մեղադրանքները, ուղղված հենց իրենց։ Ընդամենը ամիսներ առաջ մենք ականատես եղանք մեկ այլ ողբերգության կրկին Հայաստանում։ Նորից երեխա էր անհետացել և ցավոք երկար որոնումներից հետո նրա մարմինը գտնվեց։ Այն ժամանակ էլ հանրային դատաստանի թիրախում հայրն էր, քանի որ նա էր վերջինը տեսել երեխային մինչև անհետանալը։ Դա բավարար էր, որ մարդիկ նրան գամեին անարգանքի սյունին։ Օրեր առաջ լուր տարածվեց, որ այդ մարդը մահացել է ինֆարկտից։ Մենք չենք կարող պնդել, որ հանրային ճնշումն էր մահվան պատճառը, բայց արդյոք կարող ենք բացառել։ Ի վերջո, եթե նրա մեղավորության որևէ հիմք լիներ, կարծում եմ իրավապահները կգործեին, բայց հասարակությունը իր դատավճիռն արդեն կայացրել էր։ Ու հիմա պատմությունը կարծես կրկնվում է, Ծափաթաղում կորած փոքրիկի ընտանիքն է հայտնվել մեր քննադատության թիրախում։ Այո, փաստ է, որ երեխան ինչ-որ պահի մնացել է մենակ, առանց հսկողության։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք ու ինքներս մեզ հարց տանք. արդյոք մենք որպես հասարակություն և պետություն կեղծավորություն չենք անում։ Մենք պահանջում ենք իդեալական ուշադրություն, բայց արդյոք մենք իդեալական միջավայր ենք ստեղծել այդ երեխաներին մեծացնելու համար։ Այս հարցի պատասխանը թվերի մեջ են, 4 թվերի, որոնց հետևում մարդկային ճակատագրեր են։ 2001 թվականին Հայաստանում կար 4 և ավելի երեխա ունեցող 31202 ընտանիք։ 10 տարի անց 2011-ին նրանց թիվը դարձավ 13658, իսկ 2018 թվականին ընդամենը 7400։ Այսինքն 18 տարվա ընթացքում նման ընտանիքների թիվը մեր հանրապետությունում կրճատվել է ավելի քան 4 անգամ։ Բազմազավակությունը մեր երկրում դարձել է հազվագյուտ երևույթ, գրեթե սխրանք։ Եվ որն է ամենացավալին։ Ուսումնասիրությունները և նույնիսկ ոլորտի պատասխանատու նախարարի խոսքերը փաստում են մի տխուր իրողություն։ Բազմազավակության նպաստ ստացող ընտանիքների ճնշող մեծամասնությունը նաև անապահովության նպաստի շահառու է։ Սա նշանակում է մի պարզ բան. Հայաստանում երեխաների թիվը և աղքատության ռիսկը քայլում են ձեռք ձեռքի։ Այստեղ հարցը կարող ենք երկու կողմից դիտարկել։ Առաջինը կարող ենք ենթադրել, որ զույգը եղել է հարուստ, բայց երեխա է ունեցել, հետո երկրորդը, երրորդը, ծախսերն ավելացել են և ընտանիքն աղքատացել է։ Համաձայն եմ, սա աբսուրդ է, այնպես որ այս վարկածից հրաժարվենք։
Երկրորդ վարկածն այն է, որ ընտանիքը ապահով չի եղել ի սկզբանե և երեխաների թիվն ավելացնում է երեխաների համար նախատեսվող պետական աջակցության ծրագրերի հաշվին իր վիճակը բարելավելու հույսով։ Կլինի դա բնակապահովման ծրագրի, թե միանվագ վճարի կամ ամենամսյա վճարումների մասին, հարցի զուտ տեխնիկական կողմն է։ Կարևորը գաղափարն է այն, որ երեխան այս տրամաբանությամբ N գլխից համարվում է եկամտի աղբյուր։ Ի դեպ, բազմազավակության խթանման ծրագրի մասին խոսելիս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ինքն էլ չի թաքցնում, որ այս ծրագրի շահառուների մեծ մասը հանդիսանում են հենց անապահով ընտանիքները։ Պետությունը հանուն ժողովրդագրական վիճակի բարելավման գումար է հատկացնում ընտանիքին, բայց արդյոք վերահսկվում է այդ գումարը ծախսվում է հենց երեխաների կարիքների համար։ Ցավոք, ոչ, հսկողության մեխանիզմներ չկան։ Ցավոք սրտի հաճախ այդ մեկ միանվագ մեծ նպաստները կրկին այլ նպատակներով օգտագործվելով եւ արագ սպառվելով դնում են այդ ընտանիքին աղքատության մեջ եւ մեր անապահովության համակարգի ուսումնասիրություններն ցույց են տալիս, որ բազմազավակ 4 եւ ավելի, 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ, այսինքն նրանք այդ երեխաները ունենում են, բայց չեն կարողանում հոգալ նրանց ծախսերը եւ այս ծրագիրը նպաստելու է նրան, որ եթե քաղաքացին որոշել է, որ ունենա, ապա ամեն երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի համար ինքը մինչեւ 6 տարեկան առնվազն ստանալու է այդ 50,000 դրամը։ Ահա սա է մեր տխուր իրականությունը։ Մենք ուրախանում ենք ծնունդների վիճակագրությամբ, բայց մոռանում ենք նայել մեդալի հակառակ կողմին։ Արդյոք մենք գիտենք, թե այդ անապահով ընտանիքներում ծնված երեխաներն ինչպես են մեծանում։ Արդյոք բոլորն են դպրոց հաճախում։ Ինչպիսի մթնոլորտում են ապրում։ Արդյոք սոցիալական աշխատողները տեղյակ են իրենց տարածքի յուրաքանչյուր ընտանիքի խնդիրներին։ Արդյոք մենք, հարևաններս, ականատես լինելով խնդիրներին, բարձրաձայնում ենք, թե լռում ենք ուրիշի գործերին չխառնվելու սկզբունքով։ Դեպքերի մեծ մասում լռում ենք։ Լռում ենք այնքան ժամանակ, մինչև տեղի է ունենում ողբերգություն, մինչև տեղի է ունենում անուղերին։ Եվ հետո սկսում ենք խոսել, մեղադրելով, դատելով, պիտակավորելով։ Մեղադրում ենք գուցե ենթագիտակցորեն փորձելով ինքներս մեզ ազատել մեղավորության զգացումից։ Գուցե այս անգամ էլ անենք այն, ինչ կարողանում ենք անել ամենալավը՝ լռենք։ Լռենք ու աղոթենք, որ փոքրիկ Տիգրանը գտնվի ողջ առողջ։ Հուսանք մեր հաջորդ հանդիպմանը կունենանք միայն լավ նորություններ։ Ամուր եղեք, կհանդիպենք։